Christmas. Ողջույն բոլորիդ, ձեզ եմ Ալեքս ու դուք գտնվում եք իմ Alex TV YouTube-յան ալիքում։ Շատ մեծ դադարից հետո, մոտավոր 2 ամիս դադարից հետո ես վերադառնում եմ ամանորյա տեսանյութով, որի վերնագիրը հետևյալն է. Top 10 ամենատարօրինակ ամանորյա ավանդույթները տարբեր երկրներում։ Այս տեսանյութի առաջին մասը ես նկարանել էի անցած տարի, որը շատ հետաքրքիր էր ստացվել, եւ ես որոշեցի ինչու՞ չնկարանել երկրորդ մասը եւ ձեզ պատմել նոր 10 ավանդույթներ։ Բայց մինչ վիդեոին անցնելը խնդրում եմ փոքրացրեք տեսանյութը, բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի շատ շուտով հասնենք 15000 բաժանորդ, պատկերացնում եք։ Փորձենք հավաքել 1000 լայք եւ շատ շուտ դուրս կգա նոր տեսանյութ։ Իսկ շուտով արձակուրդը հավատացեք շատ հետաքրքիր վիդեոներ են սպասվում։ Դե ինչ անցնում ենք մեր վիդեոին, գնացինք։ Ուրեմն մեր առաջին ամանորյա տարօրինակ ավանդույթը Իսպանիայում է։ Լսենք ավանդույթը։ Ուրեմն, երբ դեկտեմբերի 31-ի գիշերը լինում է ժամը 11:59:48 վայրկյան, մարդիկ սկսում են հաջորդ 12 վայրկյանվա հետ ամեն 1 վայրկյանի հետ ուտել 1 խաղող։ Ինչու՞։ Ինչպես մենք գիտենք, ամիսները նույնպես 12-ն են։ Եվ ավանդույթը հետևյալն է. եթե մենք հասցնենք, այսինքն իսպանացիները հասցնեն ամեն 1 վայրկյանվա հետ ուտել 1 խաղող եւ արդյունքում ստացվի 12 խաղող, ապա նրանց հաջորդ 12 ամիսները կլինեն շատ հաջողակ եւ ուրախ ամիսներ։ Հետաքրքիր ավանդույթ է, ինչ խոսք պատկերացնում եք, ու համել ասում են, որ ով որ չի հասցնում ամեն վայրկյանվա հետ 1 խաղող ուտել եւ ինչ որ հաշիվը խառնվում է կամ 12 վայրկյան անցնում է, բայց իրենք չեն հասցնում, ապա նրանց ամիսները եւ հաջորդ եկող տարին այդքան էլ լավը չի լինելու։ Անցնում ենք հաջորդ ավանդույթին։ Հաջորդ ավանդույթը Իտալիայում է։ Լսում ենք Իտալիայի տարօրինակ ավանդույթը։ Ուրեմն, ամանորի գիշերը Իտալացիները հագնում են կարմիր ներքնազգեստներ։ Ինչու՞։ Քանի որ նրանք ասում են, որ կարմիր գույնը սիրո գույնն է, եւ եթե դու ամանորը դիմավորես կարմիր ներքնաշորով, ապա քո հաջողակ տարին լինելու է սիրով լի։ Ի տարբերություն Իսպանիայի այդքան էլ տարօրինակ չէր, բայց էլի շատ հետաքրքիր էր։ Անցնենք երրորդ ավանդույթին։ Հաջորդ ավանդույթը Ճապոնիայում է։ Իմիջիայլոց կոմենտներում գրեք, կան մարդիկ իմ բաժանորդների մեջ, ովքեր սիրում են Ճապոնիան։ Ուրեմն, Ճապոնիայի ավանդույթը հետևյալն է։ Ուրեմն, ամանորի գիշերը ժամը 12:00-ին եկեղեցիները հնչեցնում են 108 զանգ, որոնք խորհրդանշում են մարդկային 108 մեղքերը։ Եվ ըստ ավանդույթի այդ 108 զանգը ոչնչացնում են մարդկային 108 մեղքերը եւ եկող տարին լինելու է առանց մեղքերի տարի։ Անկեղծ ասած, ես չհասկացա մենակ թե ինչու հենց 108։ Կարող է ընդհանուր մարդկային բոլոր մեղքերը 108-ն են։ Գիտեմ, եթե գիտեք, գրեք կոմենտների բաժնում, շատ հետաքրքիր է։ Մեր 4-րդ երկիրը Դանիան է։ Ուրեմն, Դանիայում ամանորի գիշեր ժամը 12-ին մարդիկ տներից դուրս են գալիս, իրենց հետ վերցնում են ափսեներ, գնում իրենց հարևանների մոտ եւ նրանց տան առաջ ջարդում ափսեները։ Եվ ըստ ավանդույթի ափսեի ամեն մի կտորի հետ օդ են թռնում չարիքը, անբախտությունը, անհաջողությունը եւ թե հարևաններին, թե ձեզ սպասվում է հաջողակ տարի։ Իհարկե, եթե գիշերը 12-ին մեր տան առաջ ինչ-որ մեկը ափսե ջարդի, ես ավելի շուտ նրան կջարդեմ։ Հաջորդ 5-րդ երկիրը։ 5-րդ երկիրը Ֆիլիպիններն է։ Ֆիլիպիններում ամանորի գիշերը սեղանը զարդարում են միմիայն կլոր առարկաներով, ուտելիքներով, մի խոսքով ամեն ինչը կլոր է։ Ինչու՞։ Քանի որ, ինչպես մենք գիտենք, ոսկե մետաղադրամները նույնպես կլոր են եւ նրանք մտածում են, որ եթե սեղանի շուրջ ամեն ինչ կլոր լինի, ապա նրանց եկող տարին լինելու է շատ հարուստ տարի։ Նրանք այդ ամեն ինչը ասոցացնում են կլոր ոսկե մետաղադրամների հետ։ Կրկին հետաքրքիր ու շատ տարօրինակ ավանդույթ է։ 6-րդ երկիրը Շոտլանդիան է։ Յուբկաներով տղաների երկիրը։ Ուրեմն, Շոտլանդիայում շատ կարևոր է ժամը 12:00-ից հետո եկածող առաջին հյուրի ինքնությունը։ Այսինքն,
Մարդկանց համար վատ տարի է սպասվելու, եթե առաջին հյուրը եղավ ինչ-որ աղքատ մարդ։ Պետք է անպայման առաջին տուն եկածող հյուրը լինի հարուստ ինչ-որ պատվով մարդ, քանի որ ասում են, որ ինչպիսի մարդ առաջին ամանորին ոտք դնի ձեր տուն, այդպիսի տարի կոպիտ ասած սպասվում է ձեզ, այսինքն եթե հաջողակ եւ հարուստ մարդ մտա ձեր տուն, ապա տարին լինելու է հարուստ եւ հաջողակ։ Այսա բավականին հետաքրքիր ավանդույթ է, արժի փորձել, օրինակ պատկերացրեք տուն, օրինակ ձեր ընկերներից մեկն է գալիս, դուք նրան ծեծելով դուրս եք անում եւ ասում եք, որ դու բոմժ ես։ Հաջորդ ավանդույթը շատ հետաքրքիր ու տարօրինակ է չափազանց։ 7-րդ երկիրը Հունգարիան է։ Հունգարիայում ուշադրություն ամանորի գիշերը հագնում են վախենալու շորեր, ոնց որ Հելովինի հետ են խառնել մի բան։ Ու ըստ ավանդույթի վախենալու շորերով նրանք քշում են եկող տարվա չարիքներին։ Պատկերացնում եք, այսինքն ըստ լեգենդի վախենալու շորերի շնորհիվ տան չարիքը կորչում է։ Հետաքրքիր է, բայց օրինակ իմ համար շատ տհաճ կլիներ, որ ամանորը խփում անտեղ բոլորը սալյուտ, ուրախություն, մեկը ֆրունտենում եմ կողս մի հատ վեդմայա նստած։ Հաջորդ մեր 8-րդ երկիրը Կոլումբիան է։ Ուշադրություն, Կոլումբիայում մարդիկ 12:00-ից հետո դատարկ ճամպրուկով դուրս են գալիս դուրս եւ սկսում մի քանի պտույտ պտտվել այդ ճամպրուկով։ Ինչու՞։ Քանի որ ըստ նրանց, երբ դու 12-ից հետո ճամպրուկով պտտվում ես, դա նշանակում է, որ դու հին տարուց ճանապարհորդում ես դեպի հաջորդ տարի եւ հաջորդ տարին լինելու է ճանապարհորդություններով լի տարի։ Սա նույնպես շատ հետաքրքիր է, բայց մի րոպե պատկերացրեք էլի լինես ճամպրուկով ֆրած, մեկի հարևանի սալյուտը ուղիղ մեջքի։ Հաջորդ մեր նախավերջին երկիրը Հունաստանն է։ Հունաստանում ուշադրություն մարդիկ ամանորի գիշերը տան դրան գլխին տախում են դեղին սոխ, որը ըստ ավանդույթի պաշտպանում է տունը ինչ որ չար ուժերից, անհաջողությունից, մի խոսքով պաշտպանիչ ուժ ունի այսինքն դեղի սոխը։ Դա ինձ թվում է ամենաանիմաստ ավանդույթներ։ Եվ մեր 10-րդ վերջին ավանդույթը Գերմանիայում է, որը ըստ ինձ ամենահետաքրքիրներից մեկն է։ Ուրեմն գերմանացիները ամանորի գիշերը վերցնում են մոմը, վառում այդ մոմը, սպասում այնքան մինչև ամբողջ մոմը հալվի եւ նրանք նայում են։ Եթե բաժակի մեջի այդ հալված մոմի տեսքը նման է լինում նավի, ապա գալիք տարին լինելու է ճանապարհորդություններով լի տարի։ Եթե նման է լինում ծաղիկի, ուրեմն սպասում է հաջողություններով լի տարի։ Եթե օղակ, ապա պարզապես նոր տարվա սկիզբ է։ Դե ինչ այսքանն էին մեր տեսանյութի ավանդույթները, ինձ թվում է շատ հետաքրքիր տեսանյութ ստացվեց, շատ ամանորյա տեսանյութ ստացվեց։ Հուսով եմ ձեր դուրը եկավ, գրեք կոմենտներում ձեր կարծիքները, կոմենտներում կարող եք գրել ինչ-որ ուրիշ ավանդույթներ, որոնք դուք գիտեք ու ես չթվարկեցի։ Կարող նույնիսկ գրեք Արդյոք իմ հետևորդների մեջ կան մարդիկ, ովքեր ապրում են տվյալ երկրներում եւ արդյոք դուք գիտեիք այս ավանդույթները կամ հնարավոր է դուք նույնիսկ օգտագործել եք այս ավանդույթները։ Դե ինչ ձեզ հետ էի ես Ալեքսը, բաժանորդագրվեք Ալեքին, դրեք լայքեր։ Ուրախ տարի դեռևս չեմ մաղթում, քանի որ ինձ թվում է մենք մինչև ամանորը եւս մեկ անգամ կհանդիպենք։ Իսկ ձեզ հետ էի ես Ալեքսը, ցտեսություն, պակա-պակա։